Ինչպես ասենք, մենք դիմավորում ենք նոր տարին ուրախությամբ։ Մենք, we, դիմավորել, welcome, նոր տարի, new year, ուրախությամբ, այսինքն ուրախության հետ անգլերենում ասում ենք with, ուրախություն joy, ուրեմն we welcome new year with joy։ Ինչպես ասենք, ես ուզում եմ հասարակ ջուր։ Ես, I, ուզենալ want։ Եվ հասարակ ջուր կասենք still water։ Ունենք երկու տեսակի ջուր։ Still water դա հասարակ ջուրն է եւ ունենք sparkling water դա գազով ջուրն է։ Եթե ասենք ես ուզում եմ հասարակ ջուր, կասենք I want still water։ Ինչպես ասենք, ժամացույցը զարկում է 12-ը։ Ժամացույց, clock, գոյականից առաջ անգլերենում դնում ենք կամ d կամ ը հոդը։ Զարկել, strike, եւ հիշում ենք, present simple-ում ներկա ժամանակաձևում, երրորդ դեմքում, եզակի երրորդ դեմքում, այսինքն հիշի ժամանակ ավելացնում ենք բայ վերջում s։ Դրա համար կասենք the clock strikes, վերջում s կա, the clock strikes։ Եվ 12, 12, the clock strikes 12։ Ինչպես ասենք, մենք իսում ենք ամեն ինչ։ Մենք, we, իսել, share, ամեն ինչ, everything, we share everything։ Ինչպես ասենք, ձյունը ամեն ինչ սպիտակեցնում է։ Ձյուն, snow, սպիտակեցնել։ Սպիտակեցնել մեկ բառով անգլերենում չեն կարող ասել, բայց կարող ենք ասել make white։ Make նշանակում է պատրաստել, բառացի թարգմանել չի ստացվի, բայց դարձնում է սպիտակ, կասենք make white։ Եվ եթե ասենք ամեն ինչ, ապա everything։ Ուրեմն the snow makes everything white։ Ինչպես ասենք, Սուրբ Ծննդյան երաժշտությունը ամենուր է։ Սուրբ Ծնունդ, Christmas, երաժշտություն, music, ամենուրեք, everywhere։ Եվ եթե նախադասության մեջ ուրիշ բայ չկա, ապա դնում ենք am is are-ը։ Եզակիում դնում ենք is-ը։ Christmas, music is everywhere։ Ինչպես ասենք, զանգերը բարձր են հնչում։ Զանգ bell, օգնակյով ավելացնում ենք s-ը, ստացվում է bells։ Եթե ասում ենք կոնկրետ զանգերը, այսինքն այդ դեպքում կդնենք the bells։ Զանգել կամ հնչել, ring, the bells ring, եւ եթե ասում ենք բարձր, ապա loud։ Բայց այստեղ մեկ կանոն ունենք։ Եթե ածականը լրացնում է ոչ թե գոյականին, այլ բային, այսինքն նկարագրում է բայը, ապա ինքը արդեն դառնում է մագբայ, ու վերջում ավելացնում ենք ly-ը։ Օրինակ ասենք բարձր ձայն, ասենք loud voice։ Բայց եթե ասում ենք հնչում է բարձր ձևով, այդ դեպքում կասենք loudly։ The bells ring loudly։ Ինչպես ասենք, մենք գրկում ենք եւ համբուրում մեր սիրելիներին։ Մենք, we, գրկել, hug, եւ ընդ, համբուրել, kiss։ We hug and kiss, մենք գրկում ենք եւ համբուրում ենք մեր սիրելիներին։ Our loved ones։ Մենք շատ հաճախ գոյականի տեղը կարող ենք դնել one, եթե մյուս կողմը ածական է։ Օրինակ, եթե ասենք ես ուզում եմ կապույտ, այսինքն կապույտ մեկը, օրինակ կապույտ վերնաշապիկն եմ ուզում, կարող եմ ասել the blue one։ Նույնն էլ այստեղ։ Կարող ենք ասել we hug and kiss our loved ones։ Ինչպես ասենք,
բարի առավոտ։ Անգլերենում բարի առավոտ չենք օգտագործում բարի բառը, օգտագործում ենք լավ բառը։ Լավ անգլերենում կասենք good։ Եվ առավոտ կասենք morning։ Բարի առավոտ, good morning։ Ինչպես ասենք։ Ունեք խնդիրներ կապի հետ, հոգնել եք պարբերաբար ինտերնետի անջատումներից, Հոմնետի գերարակ ինտերնետ փաթեթները ապահովում են կայուն կապ հարմարավետ գնով։ Ընտրեք այն, ինչը համապատասխանում է ձեր կարիքներին եւ վայելեք արագ ինտերնետ առանց խափանումների։ Կարող եք զանգարել հետեւյալ հեռախոսահամարներով, կայքը իմ բիոյում է, ծառայությունները մատուցվում են աջակցակում։ Ինչպես ասենք։ Ինչպես ես։ Ինչպես անգլերենում ասում ենք how։ Դու կամ դուք անգլերենում կասենք you։ Եվ you are նշանակում է դու ես կամ դուք եք։ Բայց հարցականի ժամանակ are-ը միշտ գալիս է you-ից առաջ։ Դրա համար երբ որ ասում ենք ինչպես եք, are-ը կգա you-ից առաջ, եւ ոչ թե կասենք how you are, այլ կասենք how are you։ How are you։ Ինչպես ասենք։ Ուրախ եմ ծանոթության համար։ Անգլերենում սա արտահայտություն է, բառացի թարգմանել հնարավոր չէ։ Բայց օգտագործում ենք հետևյալ բառերը։ Nice նշանակում է գեղեցիկ կամ լավ։ Meet նշանակում է հանդիպել։ Եվ եթե ուզում ենք ասենք ուրախ եմ ծանոթության համար, կասենք nice to meet you։ Nice to meet you։ Ինչպես ասենք։ Ժամը քանիսն է։ Անգլերենում այստեղ ժամ բառ չենք օգտագործում, այլ օգտագործում ենք ժամանակ բառը։ Ինչ անգլերենում ասում ենք what? Ժամանակ time։ Եվ եթե ուզում ենք ասենք ժամը քանիսն է, կօգտագործենք դա է դրանունը եւ կարծենք what time is it? Ինչպես ասենք։ Նա ունի կարմիր կով։ Նա աղջկա համար կասենք she։ Ունի have։ Բայց երրորդ դեմքում եզակիում he she it-ում have-ը դարձնում ենք has։ Ուրեմն կասենք she has։ Կարմիր red։ Կով cow։ Եվ գոյականից առաջ այստեղ կդնենք հոդը, որովհետև երբ որ նկարագրություն է, միշտ ենք դնում։ Եվ այստեղ կստացվի She has a red cow։ Ինչպես ասենք, ես արթնանում եմ վաղ ամեն առավոտ։ Ես, I, արթնանալ, wake up, վաղ, early, ամեն, every, ամեն առավոտ, every morning. I wake up early every morning. Ինչպես ասենք, նա խմում է սուրճ շաքարավազով։ Նա աղջկա համար, she, խմել, drink, բայց he, she, it-ում ներկայում present simple-ում դառնում է drinks։ Սուրճ, coffee, with sugar. She drinks coffee with sugar. Ինչպես ասենք, մենք գնում ենք աշխատանքի մեքենայով։ Մենք, we, գնալ go։ Go-ն միշտ օգտագործվում է to-ի հետ, այսինքն գնալ դեպի։ Աշխատանքի work. We go to work. Մեքենա car. Մեքենայով by car. By-ը դա ovն է։ Ուրեմն we go to work by car. Ինչպես ասենք, ես ունեմ գեղեցիկ փողկապ։ Ես, I, ունենալ, have, գեղեցիկ, beautiful, փողկապ, tie։ Եվ գոյականից առաջ կդնենք անորոշ հոդը,
N. Ես ունեմ I have a beautiful tie. Ինչպես ասենք, սա իմ ընկերն է։ Սա, this. Իմ, my. Ընկեր, friend. Եվ եթե նախադասության մեջ ընդհանրապես բայ չեք տեսնում, ապա մի բայ պետք է լինի։ Այդ դեպքում դնում ենք to be by-ը։ Եվ այստեղ կդնենք is-ը, որովհետև եզակի դեպքում is-ն ենք դնում։ This is my friend։ Ինչպես ասենք, ես ունեմ գեղեցիկ փողկապ։ Yes, I. Ունենալ, have. Գեղեցիկ, beautiful. Փողկապ, tie. Եվ գոյականից առաջ կդնենք անորոշ խոտը, n. Ես ունեմ, I have a beautiful tie. Ես ունեմ կատու, ինչպես ասենք։ Ես, ich, ունենալ, habe, ունենալ habe-ն ուղիղ ձևով, բայց երբ որ խոնարհում ենք, ich-ի դեպքում, ես-ի դեպքում ասում ենք ich habe, վերջինն չենք ասում։ Կատու, die Katze, կատուն իքական է։ Ուրեմն գերմաներենում, ինչպես անգլերենում, ունենք երկու տեսակի հոտ, անորոշ եւ որոշիչ։ Եթե անգլերենում n անորոշն է, d-ն որոշիչը, գերմաներենում էլ այնը անորոշն է, այսինքն նույն այնը դա n է։ Եվ d-ն դա որոշիչն է։ Ասենք, ich habe eine Katze։ Ինչպես ասենք, սա իմ գիրքն է։ Սա, das, իմ, mein, գիրք, Buch։ Եվ ինչպես անգլերենում, այնպես էլ գերմաներենում, եթե նախադասության մեջ ընդհանրապես ոչ մի բայ չեք տեսնում, ապա լինելու է անգլերենում to be by-ը, իսկ գերմաներենում sein-ը։ Այստեղ կոնկրետ sein-ը խոնարհելիս, ich bin, du bist, er ist, եթե անգլերենում կասենք this is, գերմաներենում կասենք das ist, սա իմ գիրքն է, das ist mein Buch։ Ինչպես ասենք, նա գնում է դպրոց։ Նա տղայի համար, he, գնալ, go, բայց հիշում ենք, որ երրորդ դեմքում he, she, թում ավելացնում ենք s-ը։ Ուրեմն he goes, բայց այստեղ պետք է հիշել, որ go-ն բացառություն է, այսինքն ունենք ընդհանրապես 3 բառ, որը բացառություն է, այսինքն ոչ թե s ենք ավելացնում, այլ փոխվում է։ Օրինակ go-ն դառնում է goes, es ենք ավելացնում, do-ն does, հիշիթում does ենք ասում, եւ have-ը դառնում է has։ Այս 3-ը հիշեք, որ հիշիթում պարզապես s չի ավելանում, մի փոքր ձևը ուրիշ է։ Ուրեմն դեպի go-ն օգտագործում ենք to-ի հետ, այսինքն նա գնում է դեպի դպրոց school։ He goes to school։ Ինչպես ասենք, սա իմ ընկերն է։ Սա, this, իմ, my, ընկեր, friend։ Եվ եթե նախադասության մեջ ընդհանրապես բայ չեք տեսնում, ապա մի բայ պետք է լինի։ Այդ դեպքում դնում ենք to be by-ը։ Եվ այստեղ կդնենք is-ը, որովհետև եզակի դեպքում is-ն ենք դնում։ This is my friend։ Երեխաները պարտավոր են մեծանալ։ Ինչպես ասենք։ Երեխան անկանոն գոյական է։ Child, երեխա ասում ենք child, բայց հոգնակյուն դառնում է children։ Պարտավոր, obliged։
Երեխաները պարտավոր են, children are obliged։ Եվ մեծանալ կասենք grow up։ Children are obliged to grow up։ Ինչպես ասենք, արուն թռի, նոր ասա հոպ։ Անգլերենում այս արտահայտությունը ասում ենք. մի հաշվի քո հավերը, մինչև ձվից դուրս չեն եկել։ Ուրեմն հաշվել, count։ Հրամայականով ոնց կա այդպես բայ թողնում ենք, այսինքն count։ Բայց եթե ժխտականը don't ենք ավելացնում, մի հաշվի կասենք don't count։ Քո, your, have, chicken։ Եվ հավեր, վերջում s ենք ավելացնում chickens։ Don't count your chickens մինչև before։ Մինչև, ուրեմն ձվից դուրս գալ, ձվից դուրս գալ ասում ենք hatch։ Don't count your chickens before they hatch։ Ինչպես ասենք, մենք ամռանը գնում ենք ծով։ We մենք գնալ go։ Go-ն օգտագործում ենք to-ի հետ։ Go to լողապ, ծովապ, the beach։ Եկեք վերևը գրեմ թարգմանությունը։ Լողապ, ծովապ։ Եվ ամռանը եղանակների հետ օգտագործում ենք ինը։ In summer։ Ուրեմն եթե ասենք մենք գնում ենք լողապ ամռանը, ասենք we go to the որոշալ հոդը չմոռանանք beach in summer։ We go to the beach in summer։ Ինչպես կարող ես ասել ձյուն է գալիս։ Ձյուն snow։ Ձյուն է գալիս կօգտագործենք այստեղ present continuous ժամանակաձևը, ներկա շարունակական, այսինքն հենց հիմա է գալիս։ Եվ կասենք it-ը դան է։ Որովհետև անգլերենում միշտ պարտադիր պետք է ենթական լինի։ Ուրեմն it is snowing։ It is snowing։ Ինչպես ասենք, նրանք ճանապարհորդում են նոր երկիր։ Նրանք they։ They նրանք ճանապարհորդել travel։ Ճանապարհորդել։ They travel նոր երկիր։ Նոր կասենք new։ Երկիր country։ Հիմա նրանք ճանապարհորդում են they travel։ Դեք նրանք ճանապարհորդում են դեպի to-ն ենք օգտագործում։ Անգլերենում միշտ եթե ուղղություն ենք, օրինակ եթե ասում ենք ես գնում եմ դպրոց, I go to school, չէ՞, to-ն միշտ կա, այսինքն ես գնում եմ դեպի։ Հիմա եթե նրանք ճանապարհորդում են դեպի նոր երկիր, they travel to նոր երկիր, to a new country։ Ինչի այստեղ կդնենք անորոշ հոդը։ Կդնենք անորոշ հոդը, որովհետև երբ ասում ենք նա ճանապարհորդում է նոր երկիր, որ կոնկրետ երկիր չենք նշում, չէ՞։ Դրա համար անորոշ հոդն ենք դնում։ Ուրեմն they travel to a new country։ Ինչպես ասենք, իմ հայրը բժիշկ է։ Իմ My իմ հայրը father հայր եւ բժիշկ doctor բժիշկ
Եվ հիշում ենք, եթե նախադասության մեջ ընդհանրապես ոչ մի բայ չեք տեսնում, ապա մի բայ պետք է լինի։ Ուրեմն լինում է to be բայը։ To be բայը դա լինել է նշանակում, եթե թարգմանենք բառացի։ Ուրեմն կասենք, ուրեմն իմ հայրը բժիշկ է, կասենք my father։ To be բայը ինքը անկալն է, իրան որ բացում ենք, ինքը դառնում է էմիզար։ Այստեղ կասենք my father is the doctor. Let me write here. So, my father is a doctor. Լսեք, ուրեմն այս էմիզար որ կա, դա հայերենի է, որ ասում ենք օրինակ ես եմ, դու ես, չէ, իմ հայրը բժիշկ է, այսինքն այս is-ը ասում հայերենի n է։ Հա? Իմ հայրը բժիշկ է։ Okay, տարբերություն անգլերենի ու հայերենի, նաև որ մենք միշտ ենք օգտագործում սա, իսկ անգլերենում միշտ չենք օգտագործում։ Օրինակ, եթե ասեք ես աշխատում եմ։ Ասեք, ասում ենք ես աշխատում, համ աշխատել բառն ենք ասում, չէ՞։ Ես աշխատում եմ, նու նկատի չունեմ հենց այս պահին, սովորաբար, այսինքն present simple։ Սովորաբար, այսինքն ամեն օր օրինակ աշխատում եմ։ Իսկ անգլերենով կասենք I work։ Այսինքն չենք ասի I work am, հա, կամ I am work-ed, am-ը չենք դնում։ Այդ am-ը present simple դնում ենք, եթե ուրիշ բայ չկա։ My father is a doctor։ Տարբերությունը դա։ Իսկ եթե ուրիշ բայ կա, օրինակ work կա, այդ am-իզարը չկա, to be բայ չկա, եթե ուրիշ բայ չկա, նոր դնում ենք։ Ինչպես ասենք, նա շատ նկարներ է անում արձակուրդին։ Նա he նկարել, ասեք հայերենով մի բառ է, իսկ անգլերենով երկու բառով ենք ասում ենք take a photo։ Take a photo նշանակում է նկարել։ Շատ, many։ Հաշվելի գոյականների հետ օգտագործում են many, իսկ նկարները հաշվելի են։ Many, շատ։ Այսինքն, եթե հաշվելի է, կասենք many, եթե անհաշվելի է, կասենք much։ Օրինակ, եթե ասեք շատ շաքարավազ, կասեք much sugar։ Որտեղ շաքարավազը անհաշվելի է, չեք ասեք մեկ շաքարավազ, չէ, երկու շաքարավազ, հայերեն մեջ է կարող հաշվել։ Իսկ many դնում ենք հաշվելիների հետ։ Օրինակ, many photos, շատ նկարներ։ Okay, ուրեմն նա նկարում է շատ արձակուրդին, արձակուրդի հետ հիշեք, որ on-ն է միշտ օգտագործվում, on vacation, արձակուրդ։ Okay, եւ եկեք ասենք, նա նկարում է շատ նկարներ արձակուրդին, կասենք, ուրեմն, եկեք այստեղ գրեմ, he takes many, տեսեք նկարներ, չէ, դրա համար կդառնա արդեն հոգնակիով, photos as on vacation։ Որ նախադասությունը երկրը, Իտոք վիրատ չտեղորվում կամերայի մեջ դրա համար, ստիպված եսպես գրեմ։ He takes many photos on vacation։ Ինչպես ասենք, նա շատ նկարներ է անում արձակուրդին։ Նա he նկարել, ասեք հայերենով մի բառ է, իսկ անգլերենով երկու բառով ենք ասում ենք take a photo։ Take a photo նշանակում է նկարել։ Շատ, many։ Հաշվելի գոյականների հետ օգտագործում են many, իսկ նկարները հաշվելի են։ Many, շատ։ Այսինքն, եթե հաշվելի է, կասենք many, եթե անհաշվելի է, կասենք much։ Օրինակ, եթե ասեք շատ շաքարավազ, կասեք much sugar։ Որտեղ շաքարավազը անհաշվելի է, չեք ասեք մեկ շաքարավազ, չէ, երկու շաքարավազ, հայերեն մեջ է կարող հաշվել։
Իսկ many դնում ենք հաշվելիների հետ։ Օրինակ, many photos, շատ նկարներ։ Okay, ուրեմն նա նկարում է շատ արձակուրդին, Արձակուրդի հետ հիշեք, որ on-ն է միշտ օգտագործվում, on vacation, արձակուրդ։ Okay, եւ եկեք ասենք նա նկարում է շատ նկարներ արձակուրդին, կասենք։ Ուրեմն եկեք այստեղ գրեմ։ He takes many, տեսեք նկարներ, չէ, դրա համար կդառնա արդեն հոգնակիով photos is on vacation. Նախադասությունը երկարը։ Հետո վերա չտեղորվում կամերայի մեջ դրա համար ստիպված եկեք այսպես գրեմ։ He takes ուրեմն many photos on vacation. Ինչպես ասենք, փող չկա։ Կա, there is. Փող, money. Իդեպ հիշեք, որ կա ասում ենք there is եզակիով, այսինքն կա, մի բան կա։ Իսկ եթե կան հոգնակիով there are. There is կա, հոգնակի there are. Եվ ինչպես ասենք, չկա գումար։ There is no money. Ուրեմն այստեղ կդնենք no, բայց հիմա հարց է առաջանում, ինչու no ոչ թե not, այստեղ կա տարբերություն no-ի ու not-ի միջև։ Ուրեմն եթե ժխտում ենք գոյականը, այսինքն չկա գումար, օրինակ եթե ասեք չկա ժամանակ, էլի կասեք there is no time։ Իսկ եթե բայն եք ժխտում, օրինակ, եթե ասեք նա չի սիրում, դա, կասենք she does not, այստեղ not ենք, չէ՞ դրել, like it։ Ինչպես ասենք, չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ։ Money, գումար։ Money, գումար։ Գնալ go։ Go-ի հետ թուն ենք օգտագործում, որտեղ ուղղություն է ցույց տալիս։ Եթե ասենք գումարը գնում է, կասենք money goes։ Հիշում ենք, որ he-she it-ում ավելացնում ենք s-ը։ Եթե օրինակ money-ն փոխարինենք դերանով, կասենք it goes, չէ՞, դա գնում է։ Այսինքն, եկեք մի հատ խոնարհենք։ Ես գնում եմ։ Կասենք I go։ Դու գնում ես։ Կասենք you go։ Դա գնում է, կասենք it goes։ Չմոռանանք, որ it-ի դեպքում s է ավելանում։ Ուրեմն money goes to նրա գլխին։ His նշանակում է նրա տղայի համար։ Նույն եթե աղջկա համար պետք լինի ասենք այս արտահայտությունը, his-ը կփոխարինենք her-ով։ Money goes to his գլուխ head գլուխ Ուրեմն money goes to his head Money goes to his head Նշանակում է նույն էս արտահայտությունը չտեսան պատից կախ, չտեսավ պատից կախ, նուսա մի մարդը կորաբերվի, չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ։ Ինչպես ասենք, դու ունես ժամանակ հիմա։ Դու, you, ունենալ, have, time։ Հարցական նախադասության դեպքում ավելացնում ենք դու։ Այսինքն հայերենում ինտոնացիան չենք փոխում, ասում ենք դու ունես ժամանակ եւ հարցականում դու ունես ժամանակ։ Անգլերենում ավելացնում ենք ուղղակի դու նախադասության սկզբում, դա իմաստ չի արտահայտում, պարզապես ավելացնում ենք։ Ուրեմն do you have time հիմա։ Now. Do you have time now? Ինչպես ասենք, մենք գնում ենք այգի։ Մենք, we, գնում ենք։ Եթե հենց հիմա ենք գնում, ապա օգտագործում ենք present continuous ժամանակաձևը, այսինքն ներկա շարունակականը։ Ուրեմն
Անգլերենում ունենք երկու հատ ներկա ժամանակաձև։ Մեկը երբ ընդհանրապես ենք անում, մյուսը եթե հենց այս պահին։ Օրինակ, ես գնում եմ դպրոց ամեն օր, կասենք I go to school every day. I go, այսինքն ես գնում եմ դպրոց, բայց ոչ թե հենց այս պահին, այլ ընդհանրապես։ Իսկ եթե ասում ենք ես հենց այս պահին գնում եմ այգի, հենց հիմա գնում եմ, ապա ասում ենք Emizar plus բայվերջում ing։ Այսինքն I am going։ Ուրեմն I go ես գնում եմ ընդհանրապես, ամեն օր եմ գնում, իսկ I am going ես գնում եմ հիմա, հենց այս պահին։ I going to the park։ Ինչպես ասենք, կատակը շատ ծիծաղելի է։ Կատակը, joke։ Կոնկրետ ինչ-որ կատակ նկատի ունենք, չէ՞, այսինքն այս կատակը, ուրեմն the joke։ Շատ, very։ Ծիծաղելի, funny։ The joke is very funny։ Եթե ես դա տեսնեմ, ես քեզ կասեմ։ Ինչպես ասենք։ Պայմանական նախադասության ժամանակ, սա first conditional է, ոնց հայերեն ասում եք, այդպես թարգմանում եք, շատ հեշտ է։ Օրինակ, եթե ես քեզ ասեմ if, yes, I տեսնեմ, if I see, եթե ես տեսնեմ, if I see, that, if I see that, yes, I, քեզ, you, կասեմ, will tell։ Եթե ապարդի ենք սարքում, միշտ will ենք ավելացնում, will-ը հայտնի կնա, ասել, tell, կասեմ, will tell։ So if I see that, I will tell you։ Ինչպես ասենք, հացթուխը ամեն առավոտ թարմ հաց է պատրաստում։ Հացթուխ, baker։ Հացթուխ։ Եվ այստեղ ասում ենք հացթուխը ոնց որ նշենք կոնկրետ հացթուխը, չէ՞։ Կոնկրետ ինչ-որ մեկին դրա համար the baker։ Պատրաստել makes։ Make պատրաստելներ հիշում ենք, եթե he, she, it, he, այսինքն եթե երրորդ դեպք եզակի է, չէ, baker-ը նա է կամ աղջիկ է կամ տղա է, նա է, այսինքն նայի դեպքում, հա հայերենի նայի դեպքում, երբ ասում ենք նա պատրաստում է կամ հացթուխը պատրաստում է, նույն բանն է։ Ուրեմն makes, էս ենք ավելացնում։ The baker makes թարմ հաց։ Թարմ հաց ասում ենք fresh bread։ Fresh թարմ, bread-ը հաց։ Fresh bread։ Յուրաքանչյուր առավոտ, every morning։ Every յուրաքանչյուր morning առավոտ։ Ուրեմն the baker makes the bread the baker makes fresh bread every morning։ Ինչպես ասենք, ես աշխատում եմ մատուցող ռեստորանում։ Yes, I։ Work, աշխատել։ Մատուցող waiter։ Որպես մատուցող, as։ As-ը դա որպեսն է։ Եվ ռեստորան, ռեստորան, restaurant։ Հիմա, եթե ասենք ես աշխատում եմ որպես մատուցող, հերթով եկեք գումարենք իրար։ Տեսեք, այսքան պետք է բառեր, չէ՞, դուք սովորեք, ու մեկը պետք է քերականություն իմանալ, որ կարողանանք ճիշտ միացնել բառերը իրար, որ ստացվի նախադասություն։ Ուրեմն եթե ասում ենք ես աշխատում եմ, I work որպես as a waiter ռեստորանում կասենք in a restaurant։ Այսինքն ռեստորանի մեջ։ Տեսեք, մենք ասում ենք ռեստորանում, վերջում ում ենք չէ ավելացնում։ Իսկ իրանք ոչ թե ասում են ռեստորանում, այլ ասում են ռեստորանի մեջ։ In preposition-ն ավելացնում։ In a restaurant։ Ինչպես ասենք,
Նա ուզում է դառնալ իրավաբան։ Նա աղջկա համար, կասենք she։ Ուզենալ want։ Ուրեմն կրկին, երբ որ խոնարհում ենք want-ը, ասում ենք I want, ես ուզում եմ։ You want, դու ուզում ես։ Եթե ասում ենք նա ուզում է, she wants, վերջում ս կա։ He, she-ի դեպքում մի հատ ս կա։ Դառնալ become։ Become, դառնալ։ She wants to become a lawyer։ Ինչպես ասենք, նա փորձառու ինժեներ է։ Նա, he։ Փորձառու, experienced։ Փորձառու։ Ուրեմն engineer, ինժեներ։ Երբ որ ասում ենք նա փորձառու, ասում ենք he isn't, այստեղ մի բան հիշեք, ուրեմն երբ որ ասում ենք մասնագիտություն, միշտ դնում ենք հա? Օրինակ, եթե ասենք նա բժիշկ է, ասենք he is a doctor։ Նա փորձառու ինժեներ է, երբ որ նկարագրում ենք ինչ-որ մեկին, ու մասնագիտությունն էլ հետը, էլի ենք դնում he is an experienced engineer։ Տախտակ կրադարմա և տախտակ գերեցի, բայց մին ամուղճական նախադասություն։ He is an experienced engineer։ Դες աղցիկի մեջ տեղավորում։ Ինչպես ասենք, իմ մայրը աշխատում է որպես ուսուցիչ։ Իմ մայրը, my mother։ My mother։ Մայրը իմն է, mother մայր։ Ասում եմ իմ մայրը։ Աշխատել։ Ուրեմն եթե խոնարհենք work բառը, work-ը նշանակում է աշխատել։ Խոնարհենք ուրեմն I work, you work, եւ խոնարհենք he, she works։ Վերջում կավելացնենք այս s-ը։ Այսինքն եթե ասենք իմ մայրը աշխատում է, պետք է ուրեմն ասենք my mother works։ Երրորդ դեպքում եզակիով մի հատ ավելյալ բայ վերջում s ենք ավելացնում։ Ուղղակի բառը չենք ասում work։ Հա? Ուրեմն կասենք my mother works։ Եկի գրենք։ My mother works որպես as նշանակում է որպես ուսուցիչ as a teacher ուսուցիչ My mother works as a teacher Ինչպես ասենք ես արթնանում եմ ժամը 7-ին Ես այն եմ արթնանալ wake up Եկեք ներքևը գրեմ թարգմանությունը որ տեսանելի լինի արթնանալ ուրեմն ես wake up արթնանալ Ես արթնանում եմ ժամը 7-ին ժամերի հետ օգտագործում ենք at preposition-ը at կարմիրով ընդգծենք ուրեմն at-ը օգտագործվում է ժամերի հետ at Ինչպես ենք ասում 7
7-ը դա 7-ն է։ Ուրեմն 7 7 Եթե ասենք ես արտանում եմ ժամը 7-ին, եկեք վերևը գրեմ, ուրեմն կասենք I wake up at 7 I wake up at 7 Ինչպես ասենք, ես արձակուրդի մեջ եմ։ Yes I արձակուրդ vacation Եվ արձակուրդի հետ միշտ չեք, այստեղ պետքա կոնկրետ հիշել, որ on-ն է միշտ օգտագործում։ Իսկ արձակուրդի մեջ կասենք on vacation Vacation նշանակում է, եկեք վերևը գրեմ, արձակուրդ On vacation Եվ եթե նախադասության մեջ ընդհանրապես ուրիշ բայ չեք տեսնում, ապա to be բայն է։ Մի բայ պետք է լինի նախադասության մեջ։ Կլինի to be բայը։ Եվ կտեղադրենք այստեղ կոնկրետ I-ի հետ M-ն է, չէ՞։ Ուրեմն ես արձակուրդի մեջ M I am on vacation I'm on vacation Ինչպես ասենք, ես ապրում եմ մեծ սեփական տանը Yes ասում ենք I Yes Ապրել Ապրել Live Ապրել Live Մեծ Մեծը դա big-ն է Big Մեծ Սեփական տուն Կասենք house House Սեփական տուն Եվ գոյականից առաջ միշտ դնում ենք կամ ը կամ դ հոդը Երբ որ անորոշ է, այսինքն ես ապրում եմ սեփական տան, ինչ որ կոնկրետ տուն չեմ նշում Ապա այդ դեպքում ըն ենք օգտագործում Եկեք նախադասությունը գրենք, եկեք վերևում գրենք, ուրեմն ես ապրում եմ I live Եվ նաև այստեղ կօգտագործենք in-ը, in նշանակում է մեջ, այսինքն մեծ սեփական տան մեջ I live in a big house I live in a big house Ինչպես ասենք, ես ուղարկել եմ նրան հաղորդագրություն Ես I ուղարկել, send Անցյալում send-ը դառնում է send անկանոն է, իդի չենք ավելացնում Send ուղարկել, եթե անցյալում ուղարկել եմ, sent Նրան աղջկա համար, her, այսինքն յեյո, her Նամակ, message, ինչ որ նամակ, այսինքն անորոշով, a message I sent her a message Խաղալիքը արժե $10 Խաղալիք, toy Կոնկրետ այն խաղալիքը, the toy Արժե, cost Բայց պետք է խոնարհելուց հիշենք Ուրեմն եզակի դեպքում ավելացնում ենք s վերջավորությունը Այսինքն գասենք the toy cost Քանի որ խաղալիքը մի հատ է Toy costs $10 Եթե հայերենում ասում ենք $10 ապա անգլերենում ասում ենք $10-ներ Այսինքն $10 Որովհետև թվի հետ կա հոգնակի The toy costs $10 Ինչպես ասենք Նա ունի որդի և դուստր Նա Եթե տղայի համար ապա he Ունենալ Ասում ենք I have, ես ունեմ, you have, դու ունես, բայց he, she, it-ի դեպքում ոչ թե have է, այլ has է Այսինքն he has որդի Son Դնում ենք անորոշ հոդով a son Որ հայերենով ասում ենք օրինակ ես ունեմ ինչ-որ մի բան Ասում ենք ես ունեմ Հենց այդպես է ինչ-որ
Այսինքն այդտեղ n է դրվում անորոշ հոդը։ He has a son and եւ դա դուստերը Բաժանորդագրվեք Telegram-յան ալիքին ամեն օր անգլերեն սովորելու համար։ ինչպես ասենք, թեստը շատ հեշտ է։ Թեստը։ Եթե նկատի ունենք կոնկրետ ինչ-որ թեստ, ասում ենք the test։ Եթե ուզենանք ասենք ընդհանրապես ինչ-որ թեստ, կասենք a test։ Ուրեմն անգլերենում ունենք a եւ the հոդերը։ Եթե այստեղ ասում ենք այս թեստը, այսինքն the test։ Շատ հեշտ, very easy։ Very շատ, easy հեշտ։ Շատ հեշտ է, այդ n is-ն է։ Այսինքն the test is very easy։